Ողջույն սիրելիներս, դուրս եմ եկել մի քանի գնումներ կատարելու, արդեն իսկ երևի կռահեցիք, սա մինիսո խանութն է, ես ինքս այստեղից գնումներ չեմ սիրում կատարել, բայց իմ երեխաները սիրում են այս խանութը եւ այստեղից մի քանի բաներ պետք է գնենք, այնուհետեւ գնում ենք շատ կարևոր տեղ։ Ահա եւ շատ կարևոր տեղը, միգուցե շատերի համար կարելի ասել ձանձրալի վայր, բայց իմ համար ամենասիրելի վայրերից մեկն է։ Սա Գլենդելի գրադարանն է, կենտրոնական գրադարանը։ Եթե երեխաներ ունեք, ապա այս վայրը հիանալի վայր է ձեր երեխաների համար։ Նրանց համար, ովքեր սիրում են գիրք կարդալ, գրքասերներ ջան, այստեղ կան բավականին շատ տարբեր գրքեր, սա երկրորդ հարկն է, մանկական բաժինն է, մանկական բաժնում կան հիանալի գրքեր, տարբեր լեզուներով, նույնիսկ ունեն հայկական բաժին, որտեղ որ միայն հայերենով են գրքերը, ես ցույց կտամ նաև այդ բաժինը, որտեղ որ դասավորված են միայն հայկական գրքեր։ Այստեղ փափուկ եւ շատ հարմարավետ աթոռներ են դրված, որտեղ որ կարող եք նստել եւ սպասել ձեր երեխաներին կամ հենց ինքներդ կարդաք տարբեր գրքերից հատվածներ ձեր երեխաների համար։ Այս տարածքը ավելի փոքր երեխաների համար է նախատեսված եւ գրքերը վերցնելուց հետո կարող եք վերադարձնել 3 շաբաթվա ընթացքում, բայց նախապես պետք է ունենաք այստեղի քարտը։ Նախապես հանում եք այդ քարտը եւ կարողանում եք գրքերը վերցնել եւ յետ վերադարձնել 3 շաբաթվա ընթացքում։ Սա իմ ամենասիրելի հատվածն է, այստեղ հայկական գրքերն են դրված եւ մենք հաճախ ենք այստեղից գրքեր վերցնում եւ հետ վերադարձնում եւ եթե չեք կարող վերադարձնել 3 շաբաթվա ընթացքում, կարող եք on-line նորից թարմացնել, ավելի երկարացնել ժամկետը։ Սիրելիներս, ասեմ, որ այս երկրորդ հարկով չի սահմանափակվում հայկական գրքերի դասավորվածությունը, առաջին հարկում կան բավականին մեծ տեսականի հայկական գրքերի, որոնք որ մեծահասակների համար են։ Եթե դուք շատ եք սիրում գրքեր կարդալ եւ կարոտել եք մեր հայկական գրքերին, որոնք որ կարդում էինք շատերս, լինի Ռաֆին, լինի Գևորգ Մարսպետունին եւ նմանատիպ բոլոր գրքերը, ովքեր որ կարոտել են, կարող են գալ այցելել գրադարան եւ վերցնել այդ գրքերը ու կարդալ։ Եվ երբ որ վերջացնում եք կարդալը եւ հետ եք բերում գրադարանին հանձնելու, պետք չէ ինչ-որ մեկին խնդրել հանձնելու համար։ Ահա այսպես հետ հանձնելու տեղ կա, ուղղակի այսպես գրքերը դնում եք եւ ձեր անվան տակ գրքերը ցույց է տալիս արդեն իսկ վերադարձված։ Հիմա սիրելիներս Brand փարքում ենք, այսպես ասած Brand այգին, որը որ շատ գեղեցիկ է, ամենագեղեցիկ այգիներից մեկն է։ Եվ այսօր շատ գեղեցիկ է նաև երկինքը, նայեք ինչքան գեղեցիկ է, ովքեր որ շատ երկար ժամանակ է ինձ հետևում են Facebook-ում, Instagram-ում եւ այստեղ նկատած կլինեք, որ շատ հաճախ եմ երկնքի գեղեցկությունը ես ներկայացնում եւ շատ նկարներ եմ տեղադրում։ Այստեղ մի շատ հիանալի տեղ կա, որը որ Tea House and Friendship Garden է կոչվում, եթե ցանկանում եք կտրվել առօրյայից եւ մի փոքր հանգստանալ, անպայման այցելեք այս վայրը, ուղղակի հրաշալի է, այստեղ ձկներ կան, գեղեցիկ, ամեն ինչ, այսպես ասած դրախտային ու գեղեցիկ, շատ հիանալի է։ Այստեղ նաև նստարան կա, որտեղ կարող եք նստել եւ վայելել ձկների գեղեցկությունը։ Ովքեր որ ձկներ շատ են սիրում, ապա այս վայրը ուղղակի հիանալի է այդ մարդկանց համար։ Ես շատ եմ սիրում այստեղ նստել եւ վայելել գեղեցկությունը բնության։ Այս տարածքում նաև կազմակերպում են հարսանյաց արարողություններ եւ գալիս են հարսանյաց նկարահանումներ կատարելու համար, իսկապես հիանալի վայր է, եթե ցանկանում եք ուղակի հանգստանալ, կարող եք այցելել այստեղ։ Սիրելիներս, ինչպես նշեցի, այստեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում եւ առաջիկայում ապրիլի 19-ին այստեղ լինելու է Cherry Blossom Festival-ը, որը որ տարվա ամենամեծ միջոցառումներից մեկն է համարվում։ Մուտքը կլինի անվճար,
ժամը առավոտյան 10-ից մինչև 3-ն է լինելու, իսկ թեյախմության համար, այդ արարողության համար պետք է վճարել $25 և պետք է նախապես գրանցվել դրա համար, իսկ ուղղակի եթե ուզում եք գալ առանց թեյախմության, ուղղակի հենց այնպես նայել ֆեստիվալը, ուղղակի կարող եք անվճար մուտք գործել այս տարածք։ Գեղեցիկ այգուց դուրս եկա, այստեղ մեքենաների կայանատեղին է, հաճախ եմ նկատում, որ մրգեր են վաճառում դուրսը դրված, լինի գետնի վրա շարված, ուղղակի արկղերով է դրված լինում կամ այսպես սառույցի վրա արդեն իսկ եղևահանված և մաքրած վիճակով մրգեր են վաճառում։ Արդյոք դուք գնում եք նմանատիպ տեղերից մրգեր? Ես ինքս երբեք չեմ օգտվում, բայց հետաքրքիր է արդյոք դուք օգտվում եք թե ոչ։ Արդեն իսկ երեկոյան է, ամերիկանայում եմ, շտապում եմ մի փոքր, որովհետև նախապես արդեն իսկ տոմսերը վերցրել ենք, պետք է գնանք կինոթատրոն, ուզում եմ չուշանամ, ժամանակին հասնեմ։ Նախապես տոմսերը գնեցինք առաջին հարկից, օնլայն տարբերակով, և հիմա արդեն իսկ ժամանակն է, որպեսզի ներս գնանք։ Իսկ տոմսերը գնելուց նախապես պատվիրել էինք փոփկորնը և 2 ջուր, անկեղծ ասած ջուրը բավականին թանկ էր, $7 արժեր, մեկ շիշ ջուրը $7, իսկ փոփկորնը արժեր $12 և 2 տոմսի համար վճարեցինք $54։ Այստեղ լուսավորությունը այդքան է լավ չէ, բայց անկեղծ ասած սա շատ մեծ չափի է այս ադի-բուդիները, որը որ 2 հոգու համար բավականին շատ է, մյուս անգամ ավելի փոքր չափինը կվերցնենք։ Ահա և մուլտֆիլմը, մեր սիրելի մուլտֆիլմն է Զուտոպիան։ Զուտոպիա առաջինը արդեն իսկ դիտել ենք և հիմա եկել ենք դիտելու Զուտոպիա 2-ը։ Իսկապես շատ լավ մուլտֆիլմ էր, եթե երեխաները սիրում են և դիտել են առաջինը, ապա խորհուրդ եմ տալիս նաև դիտեն երկրորդը, բավականին հաճելի ու հետաքրքիր զարգացումներով մուլտֆիլմ է և պատկերներն էլ շատ գունավոր են ու գեղեցիկ։ Եթե սիրում եք մուլտֆիլմներ դիտել, ապա խորհուրդ եմ տալիս անպայման Զուտոպիա 2-ը դիտել ձեր երեխաների հետ։ Արդեն երեկոյան ժամը 9 է, բավականին հոգնած եմ, Զուտոպիան հենց նոր ավարտվեց։ Հիմա առաջ շարժվենք և գնանք Cheesecake Factory։ Եթե իմ թխած խմորեղենը ձեռքի տակ չունեմ և քաղցր ինչ-որ խմորեղեն եմ ցանկանում համեղ, ապա այստեղից գնում եմ, թեկուզ լինի կտորով կամ փոքր խմորեղենը։ Իդեպ, եթե փոքր խմորեղենն եք վերցնելու, անպայման ուշադիր եղեք, որովհետև իրենք սառցախցիկից են հանում և շատ ժամանակ այդ Godiva chocolate cheesecake-ը վրան ճաքեր է լինում, այնպես որ կտորով գնելու դեպքում այդպիսի ճաքեր չկան։ Սիրելիները, շնորհակալություն ձեր դիտումների, լայքերի և մեկնաբանությունների համար։ Եթե հավանեցիք, մի մոռացեք սեղմել լայք, կհանդիպենք շուտով նոր ու համեղ բաղադրատոմսերով կամ վլոգներով։ Ցտեսություն։